Ռուսական Վալբերիս Marketplace-ը սկսել է նոր լոգիստիկ տարածքներ փնտրել Ղազախստանում։ Այս որոշումը հասունացել է Ռուսաստանի տարբեր շրջաններում ընկերության պահեստների վրա հարձակումներից հետո։ Վալբերիսի մի շարք խոշոր պահեստներ են ուկրաինացիները թիրախավորում վերջին օրերին։ ԱԹՍ-ների գրոհի հետևանքով բռնկված հրդեհները հսկայական կորուստների պատճառ են դարձել Մոսկվայից մինչև Կրասնոդար, Սանկտ Պետերբուրգից մինչև Պենզա ու Որոնեժ։ Իմ ապրանքի մոտ 90%-ն այրվել է, չգիտեմ ինչ եմ անելու։ Այնտեղ հազարավոր ձեռնարկատերերի ապրանքներ են, միլիարդավոր ռուբլիներ են կրակ դառնում։ Մենք նույնիսկ չենք հասցնում որևիցե բան դուրս բերել պահեստներից։ Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում լոգիստիկ կենտրոնների թիրախավորումից հետո ընկերությունը սկսել է ելքեր փնտրել։ Կոմերսանտ պարբերականի տվյալով Վալբերիսը Ղազախստանում փնտրում է շուրջ 100,000 քառակուսի մետր պահեստային տարածք իր հզորությունների մի մասը հնարավոր հարվածներից ապահովագրելու համար։ Մի քանի ժամ առաջ իմացա, որ Վալբերիսի ևս մեկ պահեստ է այրվել եւ դրա հետ մեկտեղ իմ ապրանքը՝ մինուս 37 միլիոն ռուբլի։ Դուք երբ եք պատրաստվում միջոցներ ձեռնարկել, արդեն պարզ է, որ ժամանակն է, մենք նույնիսկ ոչինչ դուրս բերել չենք հասցնում։ Մի շարք դեպքերում ուկրաինական անօդաչուները հաղթահարել են ավելի քան 1200 կիլոմետր տարածություն Ռուսաստանում։ Այս պայմաններում Ղազախստանը դիտարկվում է որպես անվտանգ հարթակ։ Տնտեսագետի կարծիքով միակ տարբերակը լոգիստիկ կենտրոնները տեղափոխելն է։ Էլ որտեղ պետք է ռուսները տեղակայեն իրենց պահեստները, եթե ոչ Ղազախստանում, ունի հարմար ռուսալեզու միջավայր եւ տնտեսական կապեր։ Հավանականությունը, որ դրանք կթիրախավորվեն Ղազախստանում, ըստ իս բացառվում է 100%-ով։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դեմ է դրան։ Կարծում է, որ Վալբերիսի խոշորագույն պահեստների տեղափոխումը Ղազախստան պատժամիջոցների նոր ռիսկեր կառաջացնի։ Երկակի նշանակության ապրանքները այնտեղ անպայման կլինեն, դա կարող է հանգեցնել նրան, որ Ղազախստանը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ, հատկապես եթե Արևմուտքն իմանա, որ հարթակն օգտագործվում է ռուսական բանակին աջակցելու համար։ 4.5 տարի ձգվող պատերազմի ավարտը չի նշմարվում։ Գրոհների աշխարհագրությունն ընդլայնվում է, ռուսական զորքն օրական հարյուրավոր դրոններ է ոչնչացնում։ Ռուսաստանի զինուժի գլխավոր հարվածի ուղղությունը Պոկրովսկի շրջանն է։ Առաջխաղացումն ապահովում են հրետանու անընդհատ կրակով, ղեկավարվող ավիացիոն ռումբերի զանգվածային կիրառմամբ եւ փոքր գրոհային խմբերի մշտական ճնշմամբ։ Ուկրաինան Վալբերիսից բացի թիրախում է պահում նաեւ Ռուսաստանի նավթամշակման գործարանները։ Ալինա Սահակյան, Էպիկենտրոն։